Ողջույն, բարի գալուստ առողջ անվտանգ աշխատանքային միջավայր podcast։ Այսօր խոսելու ենք շատ կարևոր թեմայի մասին, որը վերաբերվում է հանքարդյունաբերության և շինարարության ոլորտներին, որը բառացիորեն կյանքեր է փրկում։ Խոսելու ենք աշխատանքի անվտանգությունից, մարդկային առողջությունից և հատկապես այն մասին, թե ինչպես կարող են HR-ը և անվտանգության ինժեները միասին ստեղծել աշխատավայր, որտեղ մարդը վստահ է, պաշտպանված և իշխանություն ունի իր անվտանգության նկատմամբ։ Շատերը ասում են, անվտանգության ինժեները տեխնիկական մասնագետ է, իսկ HR-ը վարչական, բայց իրականում դա այդպես չէ։ Այս երկու մասնագետները դառնում են մեկ թիմ, որը ապահովում է մարդկանց կյանքը։ Այսօր իմ հյուրն է մարդկային ռեսուրսների կառավարիչ, փորձագետ Աստղիկ Վարդանյանը, որը բազում տարիների փորձով այսօր կփորձի մեզ հետ կիսվել։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք և ընդունեցիք մեր հյուրընկալությունը։ Բարև ձեզ, ես նույնպես շատ ուրախ եմ և կիսում եմ ձեր թե մտահոգությունները, թե այն անհրաժեշտությունը, որ այո, այս դաշտը անհրաժեշտ է վերլուծել, անհրաժեշտ է որոշակի ուշադրություն դարձնել, սա նույնպես կարևոր է երկուստեք։ Միայն միակողմանի կամ վերացական նման հարցի մոտեցումը միշտ էլ տվել է վատ արդյունքներ են տեսանկյունից, որ աշխատակիցների արդյունավետության տեսանկյունից խնդիրներ ենք ունենում, վատ ելքի խնդիրներ ենք ունենում և նաև ընդհանրապես աշխատակից չգտնելու տեսանկյունից են խնդիրներ ունենալու։ Այ ոնց եք կարծում, բոլորի մոտ թյուր կարծիք է, որ HR-ը կատարում է միայն փաստաթղթային շրջանառություն, այնինչ HR-ը կարևոր գործառնություն ունի, երբ աշխատակիցները պետք է մոտենան, իրենց խնդիրներով կիսվեն, բացահայտեն, բայց արդյոք հնարավոր է հանքարդյունաբերության և շինարարության ոլորտում HR-ները կատարեն գործառույթը։ Շատ կարևոր հարցերից եք հիմա բարձրացնում։ Այո, HR-ի հիմնական գործառույթն է ոչ միայն ճիշտ փաստաթղթավորումը, աշխատանքային օրենսդրության իմացությունը, վերահսկողությունը, իրականացումը, այլ նաև աշխատակիցների հետ շփումը, որպես թիմը կազմավորող, թիմի ներքին խնդիրները վերհանող և միևնույն ժամանակ արդյունավետ աշխատանք ապահովող, այո, HR-ը ունի գործառույթ աշխատակիցների հետ շփվելու և հոգեբանության տեսանկյունից, և աշխատանքի կատարման տեսանկյունից, իսկ ինչ վերաբերում է շինարարության և հանքարդյունաբերության ոլորտներում, եկեք լինենք անկեղծ, ոչ մի HR չի գնում շինհրապարակ, չի գնում հանքարդյունաբերության որևիցե տարածք և երբևիցե չի խոսել որևիցե աշխատակցի հետ շինարարական գործունեությամբ զբաղվող կամ հանքարդյունաբերության։ Ինչու՞, որովհետև նախ անհրաժեշտ է դրա հետ կապված ունենալ իմացություն, ամենաառաջինը HR-ի կողմից, և մյուս կողմից նաև գործատուն պիտի վստահ լինի, որ HR-ը ի վիճակի է խոսելու և ոչ միայն վստահ լինի, այլ նաև հավատա, որ HR-ը կարող է ստեղծել այնպիսի միջավայր, որ աշխատակիցը ի վիճակի լինի աշխատելու, պատրաստ լինի աշխատելու։ Գիտեք, ես ինքս որպես աշխատանքի անվտանգության ինժեներ բախվում եմ այսպիսի խնդրի, քանի որ նշեցիք HR-ները չեն կարողանում գալ շինհրապարակներ, ստիպված ոնց որ HR-ի գործառույթը աշխատանքի անվտանգության ինժեները վերցնում այդ վրա և աշխատակիցների հետ զրույցներ է անցկացնում, բացահայտելով իրենց կարիքները, խնդիրները, և այսպիսի մի խնդիր կա հիմնականում։ Առաջինը, որ աշխատանքային պայմաններում չեն նշվում վնասակար աշխատանքի կարևորությունը, որոնք վնասակար աշխատանք են անում, նրանց արձակուրդները շատ լինեն, շատ դեպքերում անտեսվում են։ Երկրորդ գործոնը, որ ճիշտ է, մենք անհատական պաշտպանական միջոցների կարիքների գնահատում անում ենք, բայց մինչև հասնում է համապատասխան բաժիններ, ճիշտ ժամանակացույցով հետ չի գալիս անհատական պաշտպանական միջոցներ։ Այդ դուք ինչ եք առաջարկում այդ ուղղությունում, ինչ կարելի անել, որ մարդկանց օգնենք։ Նախ շինհրապարակում HR-ի գտնվելը անհրաժեշտություն է բոլոր տեսակի առումներով, որ կողմից էլ նայես անհրաժեշտություն է, որովհետև հիմնականում
այդ աշխատանքին գնում են, եթե դիտարկենք բանվորական անձնակազմի, մարդիկ կարող են լինել անպատրաստ, մարդիկ կարող է ունենան առողջական խնդիրներ, մարդիկ կարող է ունենան ֆիզիկական ինչ-որ անհարմարություններ, որ իրենք չեն էլ բարձրաձայնում, բայց սա կարող է վերջին հաշվով շատ վատ արդյունքի հանգեցնել, նույնիսկ մահվան ելքի, այսպես նկարագրենք, հաջորդիվ կարող է վատ անդրադարձ ունենալ նաև աշխատանքի շղթայի մեջ, վատ անդրադառնալ գործընկերների շղթայի մեջ, դառնալ խնդիր աշխատանքը խափանելու եւ հաջորդիվ նաև ինչու՞ չէ բոյկոտելու։ Բայց միևնույն ժամանակ կարծում եմ HR մասնագետը նմանատիպ ռիսկային գոտիները պիտի անպայման ոնց որ իր ներկայությունը ապահովված լինի ինժեների հետ, անվտանգության ինժեների հետ, որովհետև անվտանգության ինժեները լավ ճանաչելով անձնակազմի հետ կապված աշխատանքի մանրամասները կարող է օգնել HR-ին ճիշտ շփում ստեղծել եւ միևնույն ժամանակ ճիշտ եւ որակյալ լուծումներ տալ աշխատանքին։ Ինչ վերաբերվում է պայմանագրերում նշված լինելու նրանց աշխատանքի հետ կապված, սա ամբողջությամբ գալիս է HR-ի աշխատանքային օրենսդրության իմացությանը։ Նախ HR-ը պետք է հասկանա տվյալ ոլորտի համար աշխատանքային օրենսդրությունը ինչ պահանջներ է սահմանել եւ միևնույն ժամանակ այո շփումների ընթացքում ցանկացած աշխատող պիտի տեղյակ լինի ինչպիսի պայմանագիր է կնքվում իր հետ, ինչ արտոնություն ունի, ինչ իրավասություն ունի, ինչ պարտավորություն ունի եւ ինչ պատասխանատվություն է վերցնում իր վրա։ Սա նույնպես շփման մի եզր է, որը բերում է վստահություն թե գործատուի հանդեպ, թե կատարված աշխատանքի նկատմամբ։ Տեսեք, շինարարության ոլորտը, հանքարդյունաբերական ոլորտը, աշխատանքային տեսչությունը ինչքանով որ կարողանում է վերահսկողությունը իրականացնում, ավելին ասեմ, տեխնիկական կամնակարգեր կան մշակված, որոշակի աշխատանքներ արել են ուղղությամբ, բայց չեք կարծում կա ոլորտներ, որ լրիվ անտեսված են, եւ իմ կարծիքով այդ ոլորտներից մեկը գյուղատնտեսության ոլորտն է։ Արդյոք դուք այդտեղ ռիսկեր տեսնում եք, ինչքանով են այդտեղ թաքնված ռիսկեր, որոնք չեն իմանում մարդիկ, այդ խնդրեմ այդ մասին էլ խոսեք։ Կարծում եմ այո, շատ ճիշտ շեշտադրում եք անում, գյուղատնտեսության ոլորտը երբևիցե չեմ լսել, չի արծացվել որևիցե թեմաներում, երբևիցե այդ ոլորտի մասով չի խոսվել, եթե հաշվի առնենք, որ ոլորտում կարող են ներգրաված լինել ինչպես անչափահասներ, այնպես էլ մեծ մասամբ իգական սեռի ներկայացուցիչներ, որոնց մասով աշխատանքային օրենսգիրքը ունի հստակ մոտեցում, սահմանափակումներ, ռիսկեր կան բավականին եւ այդտեղ պետք է միանշանակ օգնության հասնել։ Կարծում եմ, որ այո, անհրաժեշտ է ամբողջությամբ սկսել այդ ոլորտի վրա կենտրոնանալ։ Այսինքն կարծում եք մարդիկ ունեն իրազեկվածության պակաս եւ իրազեկվածության կարիք կա։ Այո, ունեն, ինչու է դա հետ մղվել, որովհետեւ ժամանակի ընթացքում գյուղատնտեսությունը մի տեսակ նահանջ ապրեց, ընդհանուր շուկայական տեմպերին նայելով բավականին հետ մղվեց եւ մի տեսակ արդիական չէր համարվում, բայց հիմա գնալով հասկանում է եւ տալիս է արձագանքներ, նշույլներ, որ կա կյանք կա այդտեղ եւ պետք է անպայման գնալ այդ կյանքի հետևից։ Եվ քանի որ այսօր սմարթ անասնագոմեր կան, ինտենսիվ այգիներ, ինտենսիվ ջերմոցներ, կարծում եմ ոնց է կարծում մարդիկ կգան իրազեկման սեմինարի։ Պատրաստ են արդյոք գալու։ Կարծում եմ կգան, որովհետև ես ճանաչում եմ մի քանի գործատուների, որոնք զբաղվում են արտադրությամբ եւ այդ արտադրությունը իրականացնում են անմիջապես իրենց կողմից մշակվող այգիներից ստացված բերքից։ Ճիշտ ասած, ես թույլ կարծիք ունեմ, որ մարդկանց իրազեկման սեմինար ունենք ու մարդիկ կգան։ Կարելի է փորձ անենք եւ համատեղ դնենք անվճար, շեշտում եմ, անվճար իրազեկման մեկօրյա սեմինար եւ մարդկանց փորձենք ներգրավել։ Քանի որ գյուղ ոլորտը մի քիչ ծանր ոլորտ է, անգամ կարծում եմ ճիշտ կլինի անվճար տարբերակով առաջարկել իրազեկման սեմինար
Եթե դեմ չեք եւ այնտեղ խոսենք անչափահասների մասին, կանանց խնդիրների մասին, չէ՞ որ կերակրող կայմայրերի հաշմանդամների մասին, որովհետեւ այդ ոլորտն է, որ այդտեղ այո կարող են ներգրավել հաշմանդամը որոշակի աշխատանքների կատարման տեսանկյունից։ Իհարկե հաշմանդամների մասով հիմա շատ ավելի լայն է իրենց դաշտերում ներգրավելու հնարավորությունները, բայց կարծում եմ գյուղատնտեսությունը այն ոլորտն է, որտեղ որ իրականում լիարժեք կարող են այն թույլ, այսպես կոչված թույլ կողմը ներգրաված լինի աշխատանքի մեջ։ Գիտեք, ես այս մի հատ բաց եմ նկատում։ Աշխատանքային օրենսգիրքը բավականին բարելավել է, լավ, ոնց որ շատ լավ ես նկատել եմ, էլի փոփոխությունները բանամիջ արվել է, բայց մարդկանց մոտ իրազեկվածության պակաս է ու մարդիկ իրենց իրավունքները չեն պաշտպանում ցավոք սրտի։ Ու որպես դուք HR, ինչքանով եք պատրաստ օգնել աշխատանքի անվտանգության ինժեներներին կամ արդյոք իրոք HR-ն ու աշխատանքային ինժեները մի թիմում աշխատելով կհասնեն այն արդյունքին, որ կարողանան ստեղծել արժանապատիվ անվտանգ աշխատանքային միջավայր, ինչքանով մենք գործ ունենք անելու։ Միշտ էլ արդիական է եղել HR-ի եւ անվտանգության ինժեների աշխատանքը։ Հիմա ուղղակի բառերն են մի տեսակ փոխված, երբևիցե մարդը չի կարող մտածել ինչպես նախկինում եղել է HR թեղել անվտանգության ինժեներ, այո անվտանգության ինժեներ եղել է, HR-ն էլ որպես այդպեսին կադրային որևիցե գործառույթների հետ են ասոցացրել, բայց իրականում այն ամեն սպասելիքը, որը գործատուն ունի իր բիզնեսի աճման եւ բարձր արդյունքների գնահատման հետ կապված կոնկրետ ձեր նշած ոլորտներում շատ մեծ կարևորություն է անվտանգության ինժեների եւ HR-ի աշխատանքը։ Այստեղ մենք գործ ունենք ոչ թե արտադրանքի, այլ բարձրագույն արժեքի մարդու հետ, իսկ մարդը այո բարձրագույն արժեք է, մարդը կարևոր է, մարդը անփոխարինելի ռեսուրս է, եթե որևիցե ռեսուրս հնարավոր է փոխարինել կամ վերարտադրել կամ գնել կամ փոխել, մարդը այն բարձրագույն արժեքն է, որը պետք է պահպանել, որի նկատմամբ պետք է զգուշորեն վերաբերվել, այո, եւ այդ մարդը, ով հասկանում է, որ ինքը պաշտպանված է, գնահատված է, արժևորված է, միանշանակ տալիս է լավագույն արդյունք։ Շնորհակալություն, այդ ձեր ասացի հիմքի վրա մոտ մասես միտք եկավ, բայց հիմա վախենում եմ արտասանել, գիտեմ շատ HR-ներ գալու են ինձ քարկոծեն, բայց ես դա ասելու եմ։ Տեսեք, HR-ները բավականին աշխատանքներ են անում, team building-ների կազմակերպման շատ հետաքրքիր միջոցառումներ են անում, բայց միգուցե մեկ team building-ի փոխարեն աշխատանքի անվտանգության դասընթաց անցկացնեն, որ մարդը իմանա ինչքան իր աշխատանքային միջավայրը անվտանգ։ Չէ՞ որ շատ տեղեր անգամ այդ անվտանգության ինժեներ հասկացողությունը չկա եւ անտեսվում է։ Մեկ team building-ի փոխարեն արդյոք հնարավոր է մեկ դասընթաց անել եւ մարդկանց մոտ իրազեկվածությունը բարձրացնել այդ ոլորտով։ Կարծում եմ ոչ թե մեկ team building-ը կրճատել դա անել, անվտանգության իրազեկվածությունը բարձրացնել, այլ կարծում եմ, որ դա անհրաժեշտ է այն սկզբունքով, ինչպես են օրինակ վաճառքի մասնագետները հաճախակի անցնում տրեյնինգներ, որպեսզի կարողանան ստրեսակայունություն ապահովել, չէ՞ որ դա նույնպես աշխատանքի եւ առողջության պահպանմանն է վերաբերում, եւ գործատուն ինքը պատրաստ է իր աշխատողի ստրեսակայունությունը բարձրացնել, որպեսզի ունենա լավագույն արդյունք այո շինարարության եւ հանքարդյունաբերության ոլորտում, դա նույն ստրեսակայունության ճակերտներում ասած բարձրացման, աշխատանքի արդյունավետության բարձրացման կարևորագույն փուլն է եւ այո անհրաժեշտ է ոչ թե դա ինչ որ team building-ը կրճատելու, ոչ նաեւ լրացուցիչ ունենալ լինի եւ team building-ը ես միանշանակ կողմ եմ, որպեսզի աշխատակիցը ունենա ժամանակ շփվելու իր մնացած գործընկերների, գոլեգաների հետ, այլ նաեւ ունենա հնարավորություն, որպեսզի ինքը տեղեկանա, իրազեկվի, իմանա ինչպես է պաշտպանվելու իր կյանքը, իր աշխատանքը եւ ինչ է ինքը իրանից ներկայացնում եւ ինչու պիտի իր կյանքը պաշտպանել։ Եվ արդյոք ձեր բերի մասնագիտական հիվանդություն այդ աշխատատեղում աշխատելու համար։ Այո։ Այսօրվա մեր խոսակցությունից երևաց մի պարզ ճշմարտություն։ Շինարարությունում, հանքարդյունաբերությունում եւ այլ ոլորտներում
անվտանգության մակարդակը ուղղակիորեն կախված է HR-ից։ Ես այդպիսի համոզմունք ունեցա եւ HR-ը եւ անվտանգության ինժեների համագործակցությունից կարող ենք ստեղծել անվտանգ աշխատանքային միջավայր։ Աշխատանքային անվտանգությունը միայն կանոնների ժողովածու չէ, դա մարդկանց հանդեպ հարգանք է ուղղակի, դա վերաբերմունք է, որը մշակույթ է ձևավորում, աշխատանքի մշակույթ եւ աշխատանքի մշակույթի ձևավորումը բերում է անվտանգ աշխատանքային միջավայրի, որը ելի նշենք, որ HR-ները բավականին աշխատանք ունեն անելու։ Շնորհակալություն Աստղիկ ջան, անկեղծ զրույցի համար, ճիշտ ասած ես ուրիշ հարցեր եմ ձեզ համար պատրաստել, բայց ձեր անկեղծությունը նկատելով փորձեցի այն անմիջական ինձ ոնց որ անհանգստացնող հարցերը տամ։ Մնացեք անվտանգ, գնահատեք ձեր առողջությունը, հիշեք, աշխատանքը պետք է կյանք տա, ոչ թե վերցնի։ Շնորհակալություն։